Բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Նախորդ կիրակի Հովանավանքում տեղի ունեցավ պատարագ, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ պատարագը մատուցում էր կարգալույց հռչակված հոգեվորական Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Դուք մասնակցում եք այդ միջոցառմանը։ Ոչ, ես չեմ մասնակցել։ Ինչն է պատճառը։ Տանը ինչ որ տան հետ կապված աշխատանքներ կար, այդ նախորդ պլանավորած դրանով է զբաղված։ Այս կիրակին նույնպես պլանավորվում է հավաք։ Կարծում եմ այս կիրակի կմասնակցեմ, այո։ Պարոն Հակոբյան, այդ պատարագի մատուցմանը նախորդող շրջանում նաև դրանից հետո բազմաթիվ մեղադրանքներ հնչեցվեցին, մասնավորապես, որ իշխանությունը ուզուրպացրել է Հովանավանքը եւ այնտեղ կարգալույց հռչակված հոգեվորականի կողմից մատուցվող հոգեվոր ծառայությունները կեղծիք են։ Այսպիսով դուք հավատավոր հոտին վանում եք եկեղեցուց, մայրաթորն էլ հաղորդագրություն է տարածել եւ մասնավորապես նշել, որ հարկ ենք համարում արձանագրել, որ իշխանությունների հովանավորմամբ Հովանավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք եւ անվավեր են, իսկ Հովանավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման, մայրաթոռը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովանավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը։ Համաձայն եք այն մեղադրանքների հետ, որ դուք ուզուրպացրել եք Հովանավանքը եւ պետք է ուժը չէր կարող ուզուրպացնել եկեղեցին 1700-ամյա կառույցը, այլ հարց է, որ եկեղեցու ներսում բարձրաստիճան հոգեվորականների հետ կապված այնպիսի խոսակցություններ են տեղի ունեցել, այնպիսի փաստեր են վերջերս ի հայտ եկել, որ հասկանում ենք, որ եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգեվորականներ իրենք են ուզուրպացնում, իրենք են զավթել, չասեմ եկեղեցին, փորձ է արվել եւ եղել են դեպքեր, հա, օրինակ ինչ որ հոգեվորական չկատարելով կաթողիկոսի, այսպես ասած, հրահանգը, այնպիսի պայմաններ են ստեղծել նրա համար, որ նա շատ ավելի նպատակահարմար է գտել հրաժարվել հոգևոր ծառայությունից եւ նմանատիպ շատ դեպքեր։ Այնպես որ կառավարող ուժը եթե եկեղեցին ինքը իր ներսում չունի խնդիրներ, եթե եկեղեցու հոգևոր դասը իրենց ներսում չունեն խնդիրներ եւ միասնական են, որևէ ուժ չի կարող 1700-ամյա կառույց, որը որ միասնական է, որը որ ուժեղ է, ուզուրպացնել կամ որևէ խնդիր առաջացնել այդ 1700-ամյա կառույցի հետ կապված։ Ձեզ ուղղված մյուս մեղադրանքն այն է, որ դուք թիկունք կանգնելով կարգալույց հռչակված հոգեվորականին, նաև ձեր շուրջը համախմբելով ձեր քարոզչական գծի համար օգտագործելով որոշ կարգալույց հռչակված հոգեվորականների, այսպիսով եկեղեցու ներսում աղանդավորական յուրօրինակ խմբակ եք ձևավորում։ Մենք աղանդավորական խմբակ չենք ձևավորում, չենք կարող ձևավորել, որովհետև մենք ինքներս բոլորս մեծ մասը, ես ինքս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, ինչ վերաբերում է կարգալույց արված քահանայի հետ կապված հարցին, ամբողջ խնդիրը նրանումն է, որ արդեն տևական ժամանակ է մենք հավատավոր հոտը խնդրում է պարզաբանում, ով է կարգալույց արել քահանային, կարգալույց անողը կրում է հոգևոր արժեքներ, թե չի կրում, կարգալույց անողը հավատարիմ է իր խոստմանը, իր երդմանը, թե հավատարիմ չէ, եթե մի մարդ, ով ինքը հավատարիմ չէ իր երդմանը, ինչպես կարող է նա կարգալույց անել։ Պարոն Հակոբյան, այսուհանդերձ ինչ եք կարծում, իշխանություն եւ հոգևոր դասի որոշ ներկայացուցիչներ արճակատումը ինչով կավարտվի։ Վարչապետը քանից է ազդարարել, որ վեհարանը պետք է վեհի, այսինքն պետք է գարեգին բն
թողնի եկեղեցին վեհարանը եւ հեռանա։ Եկեղեցին ազատագրվի Գարեգին բից։ Ինչ եք կարծում, Գարեգին բն ինքնակամ կգնա նման քայլին, հրաժարում եւ հեռացում, թե գուցե որոշ այսպես ասած աջակցող միջոցառումների կարիք զգացվի։ Ես չէի ասի իշխանություն եւ հոգեվոր դաս արճակատում, ես կասեի որոշ ներկայացուցիչներ, հոգեվոր հոտ եւ հոգեվորականների որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներ եւ չէի ասի արճակատում, պարզապես կան հարցեր, որոնց պատասխանը ես ինքս որպես քրիստոնյա, որպես առաքելական եկեղեցու հետևորդ կցանկանայի իմանալ։ Ի վերջո այն հոգեվորականը, ով զբաղեցնում է կաթողիկոսի պաշտոնը, խախտել է որոշ կանոնագրքի կետեր, թե չի խախտել, որպեսզի ես ընդհանրապես գիտեք վերջերս այս պատմությունը ինչ սկսվեց, հա, եկեղեցու որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված շատ էին գրառումներ անում, թե հոգեվորականներ, թե աշխարհիկ մարդիկ, որ պետք է ԿՊԱ-ականներին մերժել, որպեսզի նրանց երեխաներին չմկրտեն եկեղեցում, ես անկեղծ հասկացա, որ ես շատ ուրախ եմ, որ ես իմ երեխաներին մկրտել եմ իրենց ծնունդների 8-րդ օրը եւ մկրտել է նրանց Տեր Գյուրեղ քահանան լուսահոգի եւ ես անկեղծ, եթե այսօր կանգնած լինեի մի իրավիճակի առաջ, որ ես պետք է իմ երեխաներին մկրտեմ, ես շատ բարդ ընտրության առաջ կկանգնեի, ես շատ խնդիրներ կունենայի եւ վստահ եմ, որ ես ինքս չէի ցանկանա, որ որոշ բարձրաստիճան հոգեվորականներ մկրտեն իմ երեխաներին եւ ես փառք եմ տալիս Աստծուն, որ 2011 եւ 2013 թվականներին իմ երեխաների ծնվելու 8-րդ օրը ես նրանց մկրտել եմ եւ մկրտել է Տեր Գյուրեղ քահանան։ Այսինքն ձեր հավատը առեկեղեցականներ սասանվել է վերջին զարգացումների պատճառով։ Առ որոշ հոգեվորականներ այո սասանվել է եւ ես ելի եմ ասում, ես վստահ կարող եմ ասել հիմա եկեղեցու բարձրաստիճան հոգեվորականները ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որ մարդը եկեղեցական ծիսակարգ անելուց առաջ խորը ուսումնասիրի, թե ով է իր ծիսակարգը իրականացնելու, արդյոք այդ մարդը հոգևոր մարդ է, թե հերթական աթեիստը, ով հագել է սև սքեմը եւ եկել է որպեսզի իրականացնի եկեղեցական ծիսակարգը։ Ներքաղաքական օրակարգին վերաբերող մի հարց, պարոն Հակոբյան, գիտեք, որ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ եւ արդեն 9-րդ օրն է, ինչ ընթանում է քարոզարշավը։ Եթե հետեւել եք քարոզարշավի ընթացքին, ձեր տպավորություններով կկիսվեք, ձեր տեխնացուն ի վիճակի է համայնքում 50+1% հավաքել, նկատի առնենք, որ ընտրություններին մասնակցող որոշ քաղաքական ընդդիմադիր ուժեր ազդարարում են եւ նպատակադրվել են վաղարշապատում կրկնել Գյումրիի սցենարը, Գյումրի 2 օպերացիա իրականացնել։ Դե թե ինչ տեղի ունեցավ Գյումրիի սցենարով բոլորս տեսանք եւ դա նույնպես կարծում եմ մեր քաղաքացիների համար, մեր ընտրողների համար եւս մեկ ազդակեր, թե ինչ տեղի կունենա, եթե լինի Գյումրի 2 սցենարը, ինչ վերաբերում է մեր տեխնացուին, որքանով հասցրել եմ հետևել, նախ ինքս շատ լավ ճանաչում եմ Արգիշտի Մեխակյանին, շատ պարկեշտ անձնավորություն, իր աշխատանքի մեջ շատ պատասխանատու մարդ, կարծում եմ վաղարշապատ համայնքում նույնպես իրեն շատ լավ ճանաչում են եւ գնահատում են իր աշխատանքը եւ կարծում եմ այո 50+1% կհաջողվի նրան ստանալ ժողովրդի քվեով։ Սարերի ետևում չեն նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները եւ արդեն իսկ նկատելի է, որ քաղաքացիական պայմանագիրը նախապատրաստվում է ընտրություններին։ Նախնական ձեր կանխատեսումները, պարոն Հակոբյան, 26-ի ընտրությունները ինչ արդյունք
կգրանցեն ԿՊ-ի համար եւ ձեր դիտարկմամբ խորհրդարանում որ ընդդիմադիր ուժերը կհայտնվեն, ասպարեզում է հայտնվել մի նոր շարժում մեր ձևով անունով, որը հավակնում է քաղաքական ուժի վերածվել, մասնակցել ընտրություններին, ընդհանուր խորհրդարան մտնել եւ այնտեղ վերցնել իշխանությունը ընդդիմադիր մյուս ուժերի հետ դաշնակցելով։ Ձեր մատնանշած շարժումը թե մեր ձևով, թե իրենց ձևով մարդ չգիտի ինչպես ասի, մեր ձևով ասի, թե իրենց ձևով, կրկնում են նույն այն մեթոդները, որը որ 2021 թվականի ընտրություններից առաջ Ռոբերտ Քոչարյանի ուժն էր իրականացնում, չգիտեմ, հարցումներ, հետո ինչ որ ասում էին Ռոբերտ Քոչարյանը սկզբից ասում էր, որ կրելու են, հետո ասում էր, որ օր ու արև չեն տալու, գալու են որպեսզի մաշացնելու են, մինչև քոքը մաշեցնեն, տեսանք, որ չկրեցին, տեսանք, որ չմաշեցրեցին, այլ մաշվեցին, մինչև քոքը, քոքից էլ անդին մաշված են, այս ընթացքում բազմաթիվ իրենց խմբակցության պատգամավորներ վար դրեցին մանդատները, չգիտեմ, մարդիկ ովքեր որ մեկը ինձ բռնցքամարտի էր հրավիրում, հիմա ինչով է զբաղվում այդ մարդը չգիտեմ, այսինքն նկատի ունեմ մի քանի անգամ ասացին, որ չեն գա փողոցային շարժում սկսեցին, չեն գա ազգային ժողովի նիստերին, կգան միայն իրենց օրակարգով, այսօր նրանք շատ լավ ինչը որ ողջունելի է իրենց կողմից, որ ի վերջո, բայց նկատի ունեմ այն խոստումները, որոնք իրենք տվել են իրենց ընտրողներին, չենք կգանք միայն մեր օրակարգով, այսօր գալիս են շատ նորմալ կառավարության օրակարգով հարցեր են տալիս, մեր նախաձեռնությունների հետ կապված հարցեր են տալիս, այսինքն հիմա նույն մեթոդը փորձում է կիրառել մեր ձևով շարժումը։ Էլի հարցումներ են պատվիրում, գրում են, որ այսքան վարկանիշ ունեն, շատ կարճ ժամանակ է մնացել 2026 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետության քաղաքացին կընտրի խաղաղություն ես կարծում եմ, որովհետև չեմ պատկերացնում, որ լինի ողջամիտ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ չցանկանա, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ապրի խաղաղ պայմաններում։ Քաղաքացիական պայմանագիրը խաղաղության օրակարգով է պատրաստվում մասնակցել ընտրություններին։ Ձեր դիտարկմամբ ընդդիմությունը ինչ օրակարգով պետք է մասնակցի։ Իրենք էլ են չէ ասում, մենք դեմ չենք խաղաղությանը։ Իրենց օրակարգը հետևյալն է, որ այս իշխանությունները հեռանան, հետո կտեսնենք ինչ ենք անում։ Այսինքն իրենց օրակարգը արդեն 5 տարի է խորհրդարանական շուտով կլրանա 5 տարին, որ խորհրդարանական ընդդիմության օրակարգը դա է, իսկ դա քաղաքական օրակարգ չի, երբ որ դու ասում ես այսօրվա իշխանություններին հեռացնենք, հետո մենք կգանք կտեսնենք ինչ է լինում։ Էլ դրա քողի տակ էլ, չգիտեմ, արժանապատիվ խաղաղություն, ինչ ասես ասում են, բայց երբ որ լրագրողները հարցնում են ինչպես, նրանք ասում են կգանք կտեսնեք, մենք հիմա ամեն ինչ չենք ասելու, առաջի հերթին պետք է հեռացնենք այս իշխանություններին, իսկ դա քաղաքական օրակարգ չի։ Իսկ մենք գնում ենք շատ կոնկրետ քաղաքական օրակարգով։ Հետևաբար նրանք ապագա խորհրդարանում հայտնվելու շանս ունեն։ Ես չգիտեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կորոշեն ովքեր կհայտնվեն ապագա խորհրդարանում։ Շնորհակալություն զրույցի համար։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։